Ինձ հարազատ ընկեր է մահացել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մանկական ընկեր, երբ որ այդ լուրը լսեցի մայրիկիցս, ասում է ճանաչում ես այս ինչ մարդուն, ասում եմ ոնց չեմ ճանաչում, բայց չէի հավատում, որ ինքը կարա լինի, որովհետև մահվան վարկանիշը չի համապատասխանում իր ապրելակերպին, բայց բոլորս էլ ջահել ենք, փորձությունների մեջ անցնում ենք, սխալվում ենք, ու սիրտս կտոր է լինում, որ տենց ոսկի տղեն, իմ մանկական ընկերը, փոքր ժամանակից ինքը տարբերվում էր մեր շրջապատից, աշխատասեր, ընտանիքը պահում էր, շատ չեմ ուզում փակագծեր բացեմ, կարող է իր ընտանիքի անդամներից տեսնեն, չեմ ուզում ցավը ավելի բարձրացնեմ, ուղղակի ես ցավ եմ ապրում այս ամեն ինչը լսելով, ուզում եմ այս ամեն ինչը փոխանցեմ ինչու, հիմա ասեմ խի եմ այս ամեն ինչը ասում, երբ որ Նարեկը Չինաստան էր եկել, բոլորդ գիտեք, իմ ընկեր Նարեկը, խնդրեց մի շաբաթ առաջ խնդրեց ինձ, ասեց Էրիկ, որ վիդեոներդ անում ես, մի հատ անպայման լոսի հայերի համար այս վիդեոն արա, ինչ վիդեոյի մասին է խոսքը, ասում է լոսում մի հատ նարկոտիկ կա, որի անունն է ֆենի, ինչ որ տենց, մեր ջահելները կոկայինի, կրիստալի, տենց դեղերի փոխարեն խապնվում են, Մեքսիկներից առնում են, այդ ֆենին մի հատ օգտագործում ես, քթերդ ես քաշում, տեղում մահանում ես, կակաինի նման չի, կակային օգտագործողները, հիմա չեմ ուզում նարկոտիկ փյառեմ կամ շատ խորանամ, Ամերիկայի հայեր, լոսի հայեր, խնդրում եմ, վաբշե իմ հայ ազգ, հիշեք, սատանեն գազազած է, Այն վաղ ժամանակավոր էր ոսկյասկուտեղի վրա մատուցում, թողում էր տարիներ ձգեիք, հետո մահանայիք, ինքնասպան լինեիք, կամ էլ թե չէ գնայիք բանտում փդեք։ Հիմա քանի որ աշխարհի վերջը մոտիկացել է, ուզում եմ մեղքի մեջ միանգամից ձեզ թաթախի ու սպանի։ Նարկոտիկ են հորին է, որ այդ նարկոտիկը մի հատ քաշում ես, տեղում մահանում ես։ Էլ դու չես կարողանում մեղքերի թողություն ունենաս։ Դու չես կարող Աստծուց ծնկի գաս ներողություն, որ քեզ Աստված փրկի։ Էսի մի հատ հոգևոր պատերազմ է, որ շատերը չեք հասկանում։ Աշխարհի վերջը շատ մոտ է, սատանան գազազած, ատամները կրճծրած, առյուծի պես հոշոտում է բոլորին։ Ապրեք Աստծու մեջ, եթե դու թմրամոլ ես ու չես կարողանում ազատագրվես նարկոտիկից, ինձանից ուժեղ թմրամոլ ես չեմ տեսել կյանքիս մեջ։ Ու հիմա լսում եմ այն մարդիկ, որ մահանում են, վաբշե նարկոտիկի հետ կապ չեն ունեցել, կողքով չեն անցել, որ իմացել են ես թմրամոլ եմ, իմ համար լացել են, բայց ցավով եմ ասում, սատանեն գայթակղում է, կարող է մի հատ առիթ լինի, փորձելու համար անես, մեռնես, նարկոմանի անուն հանես։ Առիթ կարա լինի հավաքվեք, փորձելու համար նույնիսկ օգտագործես, տեղում մահանաս, ու անունդ ինչ են հանում, ասում են դեղից պերեդոզ եղավ, նարկոման էր, բայց տենց չի, գիտեմ, որ Ամերիկայում բոլորն էլ շեղվել են ժամանակի ընթացքում, առիթների ընթացքում ամեն մեկը փորձել է, այդտենց փորձելու ընթացքում ես 12 տարվա թմրամոլ դառա ու շատ ծանր թմրամոլ։ Ես ձեզ անկեղծ եմ ասում, մոլորակի մեջ իմ շփման մարդկանց մեքսիկների հայերի մեջ չեմ տեսել իմ նման նարկոման, նախկին նարկոման, սենց ասեմ, փառք ամենակարող Աստծուն, ես 4 տարուց ավելա մաքուր եմ, Հիսուսի փառքը, վայ Տեր ջան, այն որ ասում է ոտի տակի պաչեմ, Հիսուս Քրիստոս, իմ ամենակարող Աստված ինձ մազի վրա փրկել է, բայց այս փրկությունը հիմա դուք չեք կարողանա ունենաք, ասեմ ինչու, որտեվ սատանան գազազած է, հատուկ դեղ է ստեղծել, որ մի անգամ օգտագործես, տեղում չորանաս, էլ հնարավորություն չես ունենա, ոնց որ ես 12 տարի ձգել եմ, փառք Աստծու, հասկացել եմ, Աստծուց խնդրել եմ, ինձ օգնել է, բայց դու կարող այդ ժամանակը չունենաս, հարսանիքներ, ծնունդներ, sweet 16 կլինի, դասարանով դուրս եք գնում, այդ կեղտը մանավանդ, որ դուք չեք իմանում ինչ եք քաշում, կքաշեք տեղում կմահանաք։ Գյոզալ մարդիկ, ինչքան ընկերներ եմ տենց կորցրել, որ նարկոտիկից հետ կապ չեն ունեցել, մի անգամ օգտագործել են ու մահացել են։ Ես ուղղակի աղաչում եմ իմ հայ ազգին, որը ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, խնդրում եմ, Աստծուն ծնկի եկեք, խնդրեք Տերը կօրհնի և կօգնի դուրս գաք այդ վատ իրավիճակից, թե չէ գնալու եք դժոխք, հավիտյան, անդադար տառապեք և տանջվեք սատանայի մատուցած կեղծ կայֆերի պատճառով։
Հիսուսով օրհնում եմ խելքի եկեք, մի թույլ տվեք, որ սատանան ձեզ օգտագործի։